Շնորհակալ եմ։ Պարոն Պապիկյան, դուք նախկինների ժամանակագրությունը բերեցիք, նաև ձեր, բայց եկաք 2015 թվից։ 2 տարի եմ հրապարակել։ Շատ լավ, եկաք 15, ես հասկանում եմ դա ինչ է։ Թույլ տաք հարցս ավարտեմ, հա։ Չէ։ Ահա, 98 թվական, 50 դեպք։ Այսինքն ես ուզում եմ հասկանալ, որ ես ազնվորեն եմ հարցին մոտենում, մեծ թվերի հետևից չեմ գնում։ 96-ի 82 դեպք։ Սպանություն, ինքնասպանություն եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր։ 99 թիվ 28, 2000 թիվ 21, 2001 18, 2002 24, 2003 15, 2004 16, 2005 15, 2006 13, 2007 15, 2008 11, 2009 15, 2010 կրկին 21, 2011 14, այսինքն երևի նաև հասկացել եք, որ նախկին պաշտպանության նախարարներ, գլխավոր շտաբի պետեր, երբ այս հարցի մասին խոսում են, իրանք հասկանում են սրա էությունը եւ երբեք չեն տրվում այն սադրանքներին, որը կա դաշտում։ Մարդիկ ճշմարտության մասին են խոսում, այսինքն ինձ պաշտպանելու մասին չի, ճշմարտության մասին է։ Պարոն Պապիկյան, ես այլ բան եմ հարցնում։ Տեսեք, դուք այդ վիճակագրությունը երբ վերում եք, դուք 8 տարի իշխանության եք։ Ու եթե բանակում կան գողական բարքեր, կան ինչ-որ բաներ, այս 8 տարվա մեջ ձեր պատասխանատվության ներքո չի, որ դրանք անեք։ Դուք ունեք պատասխանատվություն, այդ որ մենք չունենանք, դեռ տարին չի ավարտվել, մենք արդեն ունենք 8 եւ կներեք, ավարտեմ, հա։ Մենք էլ ենք ծնող, մենք էլ ենք մայր, մենք էլ զավակներ ունենք բանակին ուղարկելու։ Սա ոչ միայն ազգային, անձնական նաեւ հարց է, ու մենք պիտի վստահ լինենք բանակին, մենք զինվոր ենք տանում, որ իրար խփեն, հետո ասեք դե գողական բարքեր են, քֆուր են դրել, բան են արել, դուք ունեք որևէ գողական բարքերով։ Այսօր չի եղել, որ բանակում, բաղնիքում, որ ինչ-որ բան ընկնում է, դա անձերտալ չի կարելի։ Ես չեմ դրա հեղինակը, հասկանում եք։ Ես չեմ հեղինակը, որ մարտական դիրքում քնած զինվորը այլևս նրան դիպչել չի կարելի։ Ես չեմ դրա հեղինակը։ Բայց ես պատասխանատու եմ, որ դա արմատախիլ անենք։ Ու ես չեմ նահանջելու, գնալու եմ դրանք արմատախիլ անելու ետևից։ Ամեն օր։ Թե դա ինչքան արդյունք է տալիս ու ինչքան արդյունք կտա, կարծում եմ 25 թվականի մեր ցուցանիշը նաև դրա մասին է։ Բայց ես 2025 երկու թվի մասին է խոսքը։ Բայց նորից եմ ասում, ես այս հարցին չեմ ուզում նայել որպես լոգ վիճակագրություն։ Ես առաջարկում եմ դուք էլ այս հարցին նայեք որպես ծնող, որպես քույր, որպես հասարակության մտահոգ քաղաքացի, ով այս ողջ կոմպլեքսը, հիմա աշխատանքային խումբ է վարչապետի հանձնարարականով ձևավորվել, որին մաս են կազմում պաշտպանության նախարարը, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը, առողջապահության նախարարը, այլ պատկան մարմիններ, այդ թվում նաև ուժային կառույցներ, պետքա վեր հանել, հիմա երբևէ դուք հարց տվել եք Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի քան ինքնասպանություն ա։ Որպես լրագրող մտքներով տանցել է երբևէ։ Փորձել եք համեմատել այս թվերը մեր թվերի հետ։ Վստահ եմ չեք արել։ Հիմա խորհուրդ են տալիս այդ թեման շատ չարժեք։ Փորձագետները խորհուրդ են տալիս միայն պաշտպանության նախարարության դեպքերը բարձրաձայնել։ Շղթայի Հարգելիս, բա այդ շղթայի մասին խոսում եք, հիմա մի քանի օր իրար հետևից որ դեպքեր են դնում, դա այդ շղթայի նման չի։ Համ գիտեք որ դա հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ։ Ընդ որում ամիս, օգոստոս ամիս, որը մարդու ամենահոգեբանորեն ընկճված ամիսն է համարվում։ Ես հոգեբան չեմ, ես դա գիտեմ հոգեբանների ասելով։ Նկատի ունեմ հիմա չգնանք մասնագիտական դաշտ։ Ես եկեք հարցին պատասխանել որպես պաշտպանության նախարար։ Իսկ ինչ վերաբերում է մնացած հարցերին, այդ թվում նաև մնացած պատասխանատվություններին, այո, նաև պատասխանատուներ կան, որ իրենց աշխատանքը գուցե ավելի լավ կարող էին անել։ Եվ դրանք ունեցել են հետևանքներ, առաջիկայում կունենանք նաև նոր նշանակումներ։ Պարոն նախարար, դուք